Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 18 Ես եկա իմ պարտեզը, իմ քույր, իմ հարս, երգ 5-րդ գլուխ, առաջին խոսք։ Հավատացյալի սիրտը Քրիստոսի պարտեզն է, նա իր թանկագին արյունով է գնել այն, ուստի ազատ մուտք է գործում այնտեղ և հայտարարում, որ այն իրենն է։ Պարտեզն առանձնացում է խորհրդանշում, այն բաց ու հասանելի չէ բոլորի համար, այն անապատ չէ, այլ պարսպապատված կամ ցանկապատված տարածք։ Երանի տեսնեինք, թե որքան հաստ ու պինդ է եկեղեցին աշխարհից բաժանող պատը։ Շատ ցավալի է լսել, թե քրիստոնյաներն ինչպես են ասում, դե ինչ վատ բան կա սրանում, այդպիսով որքան հնարավոր է շատ մերձանալով աշխարհի հետ։ Ինչ ցածր մակարդակում է գտնվում շնորհքն այն հոգիների մեջ, որոնք փորձում են պարզաբանումներ անել, թե որքանով կարող են նմանվել այս աշխարհին։ Պարտեզը գեղեցկության վայր է, այն շատ ավելի սքանչելի է, քան վայրի անմշակ հողերը։ Անկեղծ քրիստոնյան պետք է ձգտի իր կյանքում ավելի գերազանց ու առաքինի լինել, քան աշխարհի ամենաբարոյական մարդիկ են, քանի որ Քրիստոսի պարտեզում պետք է ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն։ Աշխարհի լավագույն առաքինությունները ոչինչ են Քրիստոսի արժանիքների համեմատ, այնպես որ եկեք չվշտացնենք մեր Տիրոջը թոշնած ու գաճաճ բույսերով։ Ամենահազվագյուտ, ամենաշքեղ, ամենաընտիր շուշաններն ու վարդերը պետք է ծաղկեն այն վայրում, որը Հիսուսն իրենն է համարում։ Պարտեզն աճելու վայր է։ Սրբերը չպետք է թերզարգացած լինեն, մշտապես մնալով ընդամենը բողբոջի կամ կոկոնի կարգավիճակում։ Մենք պետք է աճենք շնորհքի և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու մեջ։ Աճը պետք է շատ արագ լինի, եթե Հիսուսը մեր մշակն է, իսկ Սուրբ Հոգին երկնային ցողը։ Պարտեզը նաև հանգստության վայր է, ուստի Տեր Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք մեր հոգիները պահպանենք որպես մի վայր, որտեղ նա կարող է հանգիստ առնել և իրեն հայտնել այնպես, ինչպես երբեք չի հայտնում աշխարհին։ Օ եթե քրիստոնյաներն ավելի շատ առանձնանային իրենց ներքին սենյակում և իրենց սիրտը պահեին միայն Քրիստոսի համար։ Մենք հաճախ Մարթայի պես հոգս ենք քաշում ու շատ բաներով ենք զբաղված, դրա համար էլ չենք կարողանում Մարիամի պես մեր սրտերում տեղ տրամադրել Հիսուսին նստելով նրա ոտքերի մոտ։ Թող որ Տերն իր շնորհքի հեղեղներն այսօր թափի մեզ վրա, ջրելով իր այգին։